այսօր պետական պարտք համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը 2022 թվականից սկսած նորից աճում է։ Աճում է նաև պետական բյուջեի դեֆիցիտի եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցություն։ Կարճ ասած, մենք գտնվում ենք ոչ այն վիճակում, որ հնարավոր է մեզ թույլ տանք ավելացնենք թոշակները։ Այս իրավիճակում, բայց դա չի նշանակում, որ ճանապարհ չկա, լուծում չկա։ Պետք է այդ լուծումը շատ հեշտ կարելի է գտնել, եթե այդպիսի ցանկություն կա, իսկ այդպիսի ցանկություն իրենք չունեն, որտեվ հիմա հաջորդ տարվա բյուջեն պոպուլիստական նախընտրական բյուջե է։ Ասֆալտ անենք քվեի դիմաց։ Ամբողջ եղածը տարել լցրել են այդտեղ, անուն էլ դրել են կապիտալ ծախս։ Հիմա այդտեղ ինչքանն է թալանվում, որքանն է նպատակին հասնում, այլ հարց է։ Այդ իշխանափոխությունից հետո նաև իրավապահ համակարգի գործիքներով դա պետք է քննվի, հետաքննվի, հասկացվի։